պետական ինստիտուտների պահպանումն է եւ այդ թվում նաեւ նախագահի ինստիտուտի պահպանումը։ Մենք դա կատարել ենք, դա կարողացել ենք եւ այստեղ արդեն անձերի շուրջ ինչ որ քննարկումներ անելը կարծում եմ տեղի չի, որովհետեւ մենք որևէ փոփոխություն կամ կարգավորում չենք արել անձերի շուրջ, անձերը մեր արժեվ տեսնելով եւ նորից եմ կրկնում կարևորել ենք Արցախի նախագահի ինստիտուտի պահպանումը, վստահեցնում եմ ձեզ, որ Արցախի նախագահի ինստիտուտը պահպանված է, շարունակելու է աշխատել եւ հենց ժամանակը մոտանա անպայման հայտարարությամբ մենք հանդես ենք գալու։ Իսկ ընտրությունները ինչ ձևաչափով են ընթանալու, քանի որ այս պահին իրավիճակն մի քիչ այլ է։ Գիտեք, նախ բոլոր փոփոխությունները, որ կատարվել են, իրենք ցանկացած ֆորս մաժորային իրավիճակում լուծում ունեն եւ հետեւաբար կենտրոնանալ կոնկրետ ընտրության վրա կամ որևէ գործընթացի վրա էլի կարիքը չկա, շարունակվելու է գործունեությունը Արցախի նախագահի ինստիտուտի, դա կրկնում եմ կարևորագույնն է, որ մենք կարողացել ենք անել, բնականաբար նիստ տեղի կունենա, որի մասին մենք հետագայում արդեն տեղյակ կպահենք, նորից եմ կրկնում, եկեք կենտրոնանանք այն հանգամանքի վրա, որ նախագահի ինստիտուտը պահպանված է, դա կարևորն է։ Իսկ կոնկրետ այս պահին ինչ գործառույթ է կատարում ինստիտուտը։ Գիտեք, գործառույթները, որոնք շատ դեպքերում տեսանելի չեն։ Միանշանակ տեսանելի չեն, որովհետև մեր ցանկացած գործողություն, այդ թվում նաև նախագահի ինստիտուտի գործողությունը, պարտավորություն ունի նախ թույլ չտալ փակել Արցախի հարցը, ամենակարևորը, այդ նույն միջազգային հարթակներում եւս։ Երկրորդը արցախցիների իրավունքի իրացման հետևից գնալն է, որը անում են պետական ինստիտուտները, այդ թվում նաև նախագահի ինստիտուտը, եւ մեր բոլոր գործողությունները միգուցե երբեմն համեստ, միգուցե երբեմն հասարակության համար անհասկանալի, զուտ բխում են Հայաստանի անվտանգությունից։ Մեր համար որևէ տարբերություն չկա, Արցախ կամ Հայաստանի տարբերություն է իշխանությունները, որոնք անդադ շահարկում են այդ հարցը։ Մեզ համար երկու հայկական պետությունները դրանք կարևորագույն, գերագույն արժեք են, հետեւաբար մեր գործողությունները, նորից եմ կրկնում, որը բխում է արցախցիների Արցախ վերադառնալու իրավունքից, որևէ այլ գործընթաց չենք իրականացնում եւ ստեղծելով նաև, ինչի մեջ ներգրաված է նաև Արցախի նախագահի ինստիտուտը հանձնախումբը, որը ղեկավարում է պարոն Օսկանյանը, մենք այդ հանձնախմբի միջոցով փորձում ենք արցախցիների իրավունքի հարցը եւս թույլ չտալ, որ մարի միջազգային հարթակներում առ այն պահը, մինչ Հայաստանում կհաստատվեն ազգային իշխանություններ։ Վերջերս սոցիալական աջակցման ծրագրերի նվազեցման պայմաններում շատ արցախահայեր դուրս էին եկել ազատության հրապարակ, ասելով, որ պետք չի նվազեցնել կամ ընդհանրապես կտրել սոցիալական աջակցման ծրագրերը, մինչև բնակապահովման ծրագրի ամբողջական իրականացումը, որտեղ դա կենսական նշանակություն ունի։ Այդ միջոցառումները կազմակերպում էին հասարակական կազմակերպությունները, ինչ դեր ուներ նախագահի ինստիտուտը եւ ինչքանով է լսելի դարձնում Արցախցու ձայնը Հայաստանի կառավարությունում։ Սկսեմ նրանից, որ նախագահի ինստիտուտը միշտ դերակատարություն ունի, որովհետև եթե որևէ գործառույթ նույնիսկ չունենա, հասկանալի է համագործակցություն Հայաստանի իշխանությունների հետ, որը չկա, ինքը այս պահին կարողանում է համախմբել, ինստիտուտը համախմբել նաև արցախցիներին, նույն հասարակական կազմակերպություններին եւ ինչպես նաև ցույց տվեց արցախցիների պաշտպանության խորհուրդը, որևէ կերպ այն ոչ թե ինքնուրույն, այլ առանց համագործակցության նախագահի հետ գործառույթներ չի իրականացնում, այսինքն դիտարկվում են բոլորի կարծիքները։ Ինչ վերաբերում է մարտի 29-ի հանրահավաքին, ցավոք սրտի այս իշխանությունների ձեռամբ վերաձևակերպվեց որպես սոցիալական խնդիրների համար կազմակերպված հանրահավաք, բայց իրականում հանրահավաքը իր մեջ ներառում էր նաև, եթե այսպես ընդհանրական ձևակերպենք, ապա արցախցիների արժանապատիվ ապրելու հնարավորությունը Հայաստանում մինչ Արցախ վերադարձը եւ նաեւ գերիների ու մեր պատանդարված հայրենակիցների ուղղությամբ երևացող աշխատանքների կատարման պահանջներ, որի շուրջ նաեւ այդ հանրահավաքը տեղի ունեցավ։ Ցավոք սրտի փոխվարչապետը հետագայում հանդիպման ժամանակ պահանջել էր, որ քննարկումը կարող է լինել զուտ սոցիալական հարցերի շուրջ, խորհուրդը ոչ թե հրաժարվել է կամ
արցախցիները հրաժարվել են իրենց մնացած պահանջներից, բայց այս փուլում իրենք կարծես թե քննարկում են միայն դեռ սոցիալական հարցերը եւ այս իշխանությունները երբ փորձում են ներկայացնել, որ արցախցու պայքարը փորի կամ այսպես այստեղ Հայաստանում հարուստ ապրելու սեփականություն ունենալու մասին է, ես վստահեցնում եմ մեր հայրենակիցներին, որ դրա մասին չէ մեր պայքարը։ Մենք չենք ուզում հարուստ լինել, շատ լավ ապրել Հայաստանի Հանրապետությունում, մենք ուզում ենք արժանապատիվ, ինչպես ցանկացած հայ ունի այդ իրավունքը իր հայրենիքում, Հայաստանի Հանրապետությունում, ապրել արժանապատիվ մինչ իր բնորան վերադարձը եւ դրա պատասխանատվությունը կրում են Հայաստանի իշխանությունները, դա կլինի ներկայիս, դա կլինի հաջորդ կամ որ իշխանությունները պատասխանատվությունը կրում են իշխանությունները, պարտավոր են իրենք իրատեսական ծրագրեր իրականացնել, որովհետեւ մենք առ այսօր արած շատ սոցիալական աջակցությունները դիտարկել ենք որպես ուղղակի մխսում, միջոցների մխսում, դա կարելի է ավելի ճիշտ ուղղորդել եւ իրականում, եթե չկա քաղաքական նպատակ Արցախցուն վտարել, ուղղակի պայմաններ ստեղծել արտագաղթի համար, ապա սոցիալական բազմաթիվ եւ ավելի փոքր բյուջե պարունակող ծրագրերով կարելի է հասնել իրականում նրան, որ Արցախցին հնարավորություն ունենա այստեղ եւ հայրենատեր զգալու եւ արժանապատիվ ապրելու։ Նշեցիք, որ ամեն դեպքում Արցախի նախագահի ինստիտուտի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության համագործակցությունը չի ստացվում կամ չի եղել, ինչու չի ստացվում եւ ինչու Արցախի նախագահի ինստիտուտը չի կարողանում Արցախի հայերի ձայնը բարձրացնել իշխանությունների մոտ։ Խնդիրների մասին ասել։ Գիտեք, դա ոչ թե տեղի է ունեցել մեր բռնի տեղահանումից հետո, դա արդեն իսկ ակնհայտ պատերազմից հետո 44 օրյա որևէ կապ, որևէ շփում Արցախի իշխանությունների եւ Հայաստանի իշխանությունների միջև չկար։ Կար ընդհանրապես երկու մարդու այսպես անձնական շփում, դա Արցախի նախկին նախագահի եւ ներկայիս Հայաստանի վարչապետի շփումներ, որը ուղղակի անձնական այսպես հարաբերությունների դաշտում էր եւ որևէ պետական կամ այսպես իշխանական գործընթաց չկար։ Ինչպես փաստել են կառավարության բոլոր անդամները 2020-ից մինչ 2023-ը նույնիսկ իրենց հաղորդագրություններին կամ զանգերին Հայաստանի պետական պաշտոնյաները հարկ չեն համարել պատասխանել, հետեւաբար որևէ համագործակցություն այդ առումով չի եղել։ 23 թվականից հետո հստակ է ծրագրավորված իրենց սցենարով, որ ինչպիսի ավարտ պիտի ունենար Արցախի հարցը, ինչպիսի այդպես ավարտուն, այսպես պատմություն պիտի իրենք կերտեին, իհարկե դրա տրամաբանության մեջ պիտի ենթադրեր, որ իրենք պիտի մերժեին Արցախի իշխանություններին, հետեւաբար նույնիսկ սոցիալական խնդիրներով Արցախի իշխանությունների հետ որևէ համագործակցություն չեղավ այն պարագայում, երբ նույնիսկ եթե այդ խնդիրները սոցիալական հարցերին էին վերաբերվում, ի վերջո կար սոցիալական սոցիալնախարարություն Արցախի Հանրապետություն, կար բնակապահովման այդպես կոմիտե, որոնք բազմաթիվ այսպես տեղեկատվություն ունեին, տեղեկացված էին, թե նախ ինչպես կարելի է կատարել արագ այդպիսի ծրագրեր, որտեղ փորձ ունեին, երկրորդը ի վերջո այդ բազային հենց իրենք էին տիրապետում, նույնիսկ դա մերժեցին Հայաստանի իշխանությունները եւ որևէ կերպ անընդհատ ցույց տալով ինչ որ հայտարարելով, որ ինչ որ անձանց հետ են հանդիպում, ինչ որ խմբերի հետ են հանդիպում եւ այդպես էլ չհանրայնացնելով այդ մարդկանց, դուք հիշում եք, թե բնականային ծրագրերը, թե սոցիալական աջակցություն ծրագրերը հայտարարվում էր, որ դա արցախցիների հետ համատեղ է կատարվում։ Ես ես վստահեցնում եմ, որ դա արցախցիների հետ համատեղ չի կատարվել կամ այնպիսի արցախցիների հետ է կատարվել, որոնք միանշանակ այս իշխանություններին հարմար են եւ ինչ որտեղ նաեւ իրենց շրջանակն են։ Տիկին Հակոբյան, իշխանությունները Արցախի հարցի հետ կապված մի այսպիսի թեզ են տանում, որ պետականություն են, Հայաստանի Հանրապետության պետականությունն են պահպանել, պետությունն են պահպանել, երեկ էլ Ալեն Սիմոնյանը կարճ հոլովակ էր հրապարակել իր հարցազրույցից մի դրվագ, որտեղ խոսելով 2020 թվականի պատերազմից նոյեմբերի 9-ի մասին, որ վտանգ կար պետությունը կորցնելու, այս խոսույթը, խոսակցությունները որքանով են իրատեսական, արդյոք կա որոշակի օրեն ճշմարտություն այդ ամենի մեջ, քանի որ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում մեկ առիթով էլ նշել էր, որ Արցախի հարցը Հայաստանի վզից կախված պարան է, որ անընդհատ ձգում էին եւ արդեն հասել էր պահը խեղդվելու։ Ես կարծում եմ մենք արդեն շոշափելու ակնհայտ ենք տեսնում հակառակը պետության եւ պետականության, այսպես կարծես փլուզման ճանապարհին ենք մենք եւ դա մենք յուրաքանչյուր քաղաքացի ֆիզիկապես իր վրա դա զգում է, որովհետեւ երբ որ ասում ենք պետություն, պետականություն, իշխանություն, ըստ իս ցանկացած քաղաքացի պատկերացնում է ակտիվ քաղաքական միջազգային հարաբերություններ, արտաքին քաղաքականություն վարվող մեր պարագայում նաև բանակցային գործընթաց։
Մենք այսօր ականատեսնենք, որ որևէ արտաքին քաղաքական այլևս կուրս կարծես թե չունի Հայաստանը այս իշխանություններով, նաև որևէ բանակցային գործընթաց չկա, նույնիսկ եթե կա բանակցային գործընթաց, ապա Հայաստանը իդեմս այս իշխանությունների, չգիտեմ, կամ սեղանի վրա է, կամ սեղանի տակ է, համենայն դեպս այդ սեղանի շուրջ չէ, դա մենք տեսնում ենք, եւ այդ ամբողջ դատարկ դաշտը լցնելու համար իրենք զբաղված են այստեղ ինչ որ հակառակը ազգային արժեքները կոտրող ինչ որ կրթությունը նորաձև է, չգիտեմ, ինչ որ հիմարություններով, հեծանիվ քշելով, ասֆալտի մասին խոսելով կամ ինչ որ ներքին ինչ որ գործընթացների մասին, որը նորմալ ցանկացած երկրում դա կատարվում է եւ որևէ մեկը դրա մասին վարչապետի մակարդակով օրինակ չի խոսում։ Եվ ես ես վստահեցնում եմ, մեր պետությունը եւ պետականությունը վտանգված է հիմա, երբ չկա Արցախի հանրապետություն, որովհետեւ եթե այսպես շատ չխորանամ, բայց այդպես արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը իր ուրույն տեղը փորձում էր գրավել հենց Արցախի շուրջ բանակցային գործընթացը իրականացնելով եւ դրա արդեն իսկ 2018-ին, մենք տեսնում էինք դրա այսպես ժամանակագրական առումով չեմ կարող ասել հիմա ինչքան կարճ ժամանակում, բայց համենայն դեպս մոտալուտ հանգրվան է, երբ պիտի արդարություն հաստատվեր, որը ընդունելի էր լինելու, ինչպես շատ է սիրում ասել Հայաստանի վարչապետը, իրականում այո, եւ հայ ժողովրդի համար եւ Ադրբեջանի ժողովրդի համար։ Ի վերջո Յակոբ Մինսկի այդ ձևաչափում, խմբի ձևաչափում տեղի ունեցող բանակցային գործընթացը բերում էր արդարության հաստատմանը երկու ժողովուրդների համար, ինչը իրենք թույլ չտվեցին եւ դրանով իսկ վտանգեցին իրականում Հայաստանի Հանրապետությունը, որովհետեւ մենք ակնհայտ տեսնում ենք, ես շատ եմ ասել, նորից եմ կրկնելու, այն ինչ որ հիմա տեղի է ունենում Խոզնավար Խնածախ գյուղերի ուղղությամբ, եթե հարցնեք մեր շատ հայրենակիցներին, իրենք ձեզ վստահաբար կներկայացնեն, որ process-ը խիստ նման է Կարմիր շուկայում տեղի ունեցող process-ներին եւ այստեղ հենց ձեր մեջ կանգնածներից հիշում եք, որ հենց այդ ժամանակաշրջանում դուք անընդհատ զանգահարում էիք եւ ես ինչպես էի պատասխանում Կարմիր շուկայի մասին։ Հիմա նույն իրավիճակը, երբ որ ես մի շարք Արցախից բռնի տեղանված մեր հայրենակիցների հետ որ խոսում ենք, հարցումներ ենք անում, ասում են, որ ադրբեջանցիներն առաջարկել են մնալ, բայց գիտեին վտանգը, գիտեին ինչի է ընդունակ Ադրբեջանը եւ չեն մնացել։ Ամեն դեպքում ինչ պայմաններում են արցախցիները պատրաստ վերադառնալ իրենց հայրենիք։ Գիտեք, մենք արդեն բազմիցս կոնկրետ մեր հասարակական կազմակերպությունը Արդարություն եւ Վերադարձ նախորդ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության 5 այդպես մարզերում հանդիպում ունեցանք արցախցիների հետ, բավականին մեծ հատվածի հետ, որտեղ հենց այդ հարցերը մենք ուղղում էինք եւ պատասխանը իրենցից ստանալով արձանագրում վերջում փաստաթուղթ կազմվեց։ Ես ձեզ ասեմ, որևէ տարբերություն չի եղել, բոլորը նույն կարծիքն են ասել, որ միանշանակ նախ առաջնահերթ է Արցախ վերադարձը։ Բոլորի մոտ այդ կարիքը կա, այդ նպատակը կա եւ երազանքը։ Երկրորդը ինչպիսի Արցախ եւ ինչպես վերադառնալ Արցախ, միանշանակ բոլորի մոտ միջազգային հստակ, այդպես անվտանգային երաշխիքների ներքո եւ պայմանը պիտի լինի, որ չի կարող լինել իհարկե համատեղ որևէ բնակության մասին խոսք, չի կարող լինել Ադրբեջանի ներքո ապրելու կամ Ադրբեջանի անձնագրերով ապրելու պարագայում, որովհետեւ այդ ընտրությունը մենք կարող էինք անել 2023-ի սեպտեմբերի 19-ին եւ արեցինք։ Մենք ոչ թե լքեցինք մեր տները, դժվարությամբ եմ նույնիսկ արտաբերում այդ բառերը, որովհետև ուղղակի վախենում ենք, ոչ, մենք լքեցինք այդ տները, ցույց տալով ամբողջ աշխարհին, Հայաստանի Հանրապետության իշխանություններին, որ մենք որևէ կերպ Ադրբեջանի հետ ադրբեջանցիների հետ նույն հարկի տակ, նույն հողի վրա չենք ապրելու ու չենք քայլելու։ Միակ պատճառը դա է։ Իսկ եթե այս ամենը ավելի այսպես ամփոփ ասեմ, մենք մոտ ապագայում կամ
ինչ որ ժամանակ, երբ Հայաստանում կհաստատվեն արդեն ազգային իշխանություններ, վստահ ենք, որ բանակցային գործընթացում օրակարգային հարց է լինելու հենց արցախցիների Արցախ վերադառնալու հարցը եւ այդ ժամանակ հստակ բանակցային գործընթացի ժամանակ պարզ գծագրվելու է հենց այն ճանապարհը, հաշվի առնելով իհարկե այս դիտարկումները, որը ես ձեզ ներկայացրեցի, թե ինչպես եւ ինչպիսի Արցախ են վերադառնալու արցախցիները։ Տիկին Հակոբյան, բայց արցախցիների վերադարձի մասով բանակցություններ վարելու մանդատ ունեն միայն այսօրվա իշխանությունները, որոնք դա անիրատեսական են համարում։ Այսինքն դուք Արցախի պատգամավորները ղեկավարությունը մանդատ չունի բանակցություններ վարել, ինչպես եք պատկերացնում։ Նախ մենք իհարկե այդպիսի դիվանագիտական խողովակներ չունենք նման գործընթաց իրականացնելու, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ հանձնախումբը, որը ստեղծվեց հենց լիազորեց Արցախի Հանրապետության ազգային ժողովը, խոսել արցախցիների անունից, բավականին մեծ հաջողություններ արդեն իսկ ունի գրանցած եւ մեր այս փուլում, այո, այս իշխանությունների օրոք մեր ներկայիս առաքելությունը կայանում է նրանում, որ մենք թույլ չտանք Արցախի հարցը փակվի եւ որևէ կերպ արցախցիների վերադարձի իրավունքը մոռացության տրվի կամ հանվի աշխարհի նույնիսկ, աշխարհի օրակարգից։ Հետևաբար դերևս սա է, իսկ իհարկե այս իշխանությունների օրոք մենք չենք տեսնում այդ բանակցային գործընթացը։ Հետևաբար ես նշեցի, որ այն պարագայում, երբ Հայաստանը կունենա արդեն ազգային իշխանություններ, հենց այդ ժամանակ մենք վստահ ենք, որ բանակցային գործընթացում սա կլինի օրակարգային հարց։ Ինչպես է գնահատում հավանականությունը, որ մեր ընդհանուր հայրենիքի այդ հատվածը նորից ինքնորոշում կունենա, նորից անկախություն ձեռք կբերի, ինչ պայմաններում է դա հնարավոր։ Գիտեք, դեռ այդ ինքնորոշման հարցը երևի դեռ պիտի մասնագետները նորից իրենց դիտարկումներն անեն, բայց ըստ իս մենք արդեն իսկ ինքնորոշվել ենք։ Մենք ինքնորոշվել ենք 1991 թվականին, երբ որոշել ենք, որ չենք կարող լինել Ադրբեջանի կազմում, ինչին մեզ իհարկե բռնակցել էին, սովետական միության ստեղծման ժամանակ։ Եվ հետևաբար կներեք հարցը Ինչքանով եք հավանական համարում, որ մեր ընդհանուր հայրենիքի այդ հատվածը ելի անկախություն կունենա մոտ ապագայում եւ ինչ պայմաններ են դրա։ Գիտեք, դեռևս ապագայի մասին խոսելը դժվար է, իրականում ձեր ասածը անկեղծ ասեմ պատկերացնելը դեռևս դժվար է, ինչ ճանապարհով եւ ինչպես, որովհետեւ դեռևս չգիտենք այս իշխանությունները մինչեւ որ փուլն են հանդելու, մինչեւ որ հնարավորությունն են հանդելու, բայց ես ձեզ ասեմ, որ այս փուլում մենք դիտարկում ենք Արցախ, արցախցիների վերադարձի իրավունքը։ Դա սկզբնական շեմն է այդ դժվարությունների, որ մենք պիտի կարողանանք հաղթահարել։ Մնացած իհարկե բանակցային արդեն երկար աշխատանքի արդյունք պիտի լինի, որ մենք վերջնական կարողանանք հաստատել այն պատմական արդարությունը, որը որ պիտի տեղի ունենա։ Օրը կարևորվում հայազգի ժողովրդի կողմից։ Գիտեք, նախ իրականում եռատոն է այն մեր հաղթանակի, խաղաղության, ինքնության հաստատման եռատոնն է եւ Շուշին առանցքային դեր ունի, որովհետեւ իրականում հենց այդ ժամանակ Շուշին պիտի ազատագրվեր։ Շուշին պիտի ազատագրվեր, որպեսզի հենց հաստատվեր այդ խաղաղությունը, ինչը իհարկե թեկուզ եւ ժամանակի հետ, բայց տեղի ունեցավ եւ մեզ բոլորիս համար, կարծում շատերիս համար Շուշին հենց խաղաղության, մեր ինքնության խորհրդանիշն է եւ անկախ ամեն ինչից մենք ինչ իրավիճակում ենք գտնվում, այդ հաղթանակի զգացումը որևէ կերպ չի կարող կորել ու որևէ կերպ չի կարող իր արժեքը ընդհանրապես կորցնել։ Եվ նույնիսկ այսպես 33 տարի անց, 1.5 տարի անց Արցախի հայաթափումից հետո հպարտության զգացումը իմ մեջ կոնկրետ կա։